Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հնդկաստանի փոքրիկ գյուղերից մեկում Ռինգուն ցլերին կապեց սայլին, մինչ ծնողները տեղավորվեցին։ Բաթու, բարձրացիր, գնում ենք։ Ուռա, գնում ենք շուկա։ Իսկ հետո կտոնենք ցլերին պատվելու մեծ տոնակատարությունը։ Ռինգու, ես ոգևորված եմ և ուզում եմ տեսնել, թե արդյոք ցլավազքում կհաղթես։ Ռինգուն շատ մտահոգված էր, մինչ առջևում նստած կառավարում էր ցլերին։ Ոմանք ասում էին, որ այնտեղ վագրեր են ապրում, նույնիսկ չար ոգիներ են թաքնված։ Արագ վարիր, Ռինգու, արագ։ Հետաքրքիր է, արդյոք օտարականների կհանդիպենք։ Դե այն մեկը, որ բարձրահասակ է ու սպիտակ մաշկով, ով միշտ բարի Աստծո մասին է խոսում։ Քաղաքում իրարանցում էր, երբ հասան, Ռինգուն առաջիններով դուրս ցատկեց սայլից։ Ախ, ոտքս։ Մի երկար փուշ էր մտել կրունկի մեջ։ Ցավից ատամները կրճտացնելով նա հանեց փուշը և շտապեց հասնել ընտանիքին։ Ռինգուի հայրիկը գնումներ էր կատարում, իսկ տղան թաքուն բանան գողացավ։ Նա միանգամայն գիտեր, որ իր արածը ճիշտ չէ, սակայն մտածեց, որ ուրիշները նույնպես գողանում են։ Նրանք գեղեցիկ երաժշտություն լսեցին։ Ռինգուն դեպի այդ երաժշտությունն էր ուզում վազել, բայց մի տղամարդու դիպավ։ Տղամարդու ձեռքում եղած բոլոր թղթերը թափվեցին։ Դա օտարականն էր։ Ռինգուն փորձեց փախչել, բայց օտարականը նրան պահեց։ Սպասիր, մի րոպե, ընկերս, ես այս թուղթը քեզ եմ ուզում տալ, ցանամակ է Աստծուց, այստեղ կարող ես կարդալ նրա սիրո մասին։ Ռինգուն վերցրեց թուղթը և դրեց իր գլխակապի մեջ։ Երաժշտությունն ընդհատվեց, և հնդիկը, ով նվագում էր նվագարանով, կանգնեց։ Իմ անունը Փանդու է, նախկինում ես զոհեր էի մատուցում չար ոգիներին և պաշտում ցլերին, սակայն հիմա ճանաչում և ծառայում եմ կենդանի Աստծուն, նա է միակ ճշմարիտ Աստվածը։ Ռինգուն մտածեց այս խոսքերի մասին։ Հաջորդ առավոտյան նա արթնացավ թմբուկների բարձր ձայնից։ Նա վախեցած նայում էր իր կարմիր ուռած ոտքին։ Նրա հայրը կանչեց կախարդ բժիշկին։ Ռինգուն դողում էր, մինչ բժիշկը դիպչում էր իրեն։ Նա վերքի վրա պղպեղ լցրեց, իսկ հետո փչեց ականջի մեջ։ Ռինգուն բղավեց։ Ախ։ Ինչպես էին պղպեղն ու փչելը օգնելու, մրցավազքը սկսվեց։ Ռինգուն սարսափելի ցավեր ուներ, բայց նա գոտե պնդվեց և փորձեց ժպտալ։ Ցլերը սկսեցին վազել։ Հանդիսատեսը ոգևորում էր նրանց։ Ռինգուն կրկին ցավից բղավեց և վազեց սայլի հետևը։ Նա թաքնվեց։ Իսկ հետո… Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ եղավ հետո։ Մեզ հետ կարող ես կապվել hyphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOKRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ էր Եվնիկեն։